Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձություններն արդեն այնպիսի փուլում են, որ յուրաքանչյուր նոր սերիա դիտողին թողնում է լարվածության մեջ։ Պատմության ներսում կուտակված հակասությունները, անձնական պայքարը և խաբեությունները միահյուսվում են մեկ ընդհանուր կծիկի մեջ, որը շուտով պատրաստվում է պայթել։ Վռամը, ով սովորաբար փորձում էր չեզոք մնալ և խնդիրներ չառաջացնել, այս անգամ չկարողացավ զսպել զայրույթը այն բանից հետո, երբ Արմոն նրան ասաց, որ Սոնան հենց այնպես չի մեկնել ու հավանաբար երկրպագու ունի, Վռամին այլ բան չէր մնում, քան գնալ որևէ բար ու որոշել մի փոքր գինովնալ, բայց այդ ամենը ճակատագրական է լինում, քանի որ նա հանդիպում է ծանոթ տղաների, ովքեր գյուղից նրան ճանաչում էին, գիտեին նրանց ընտանիքի պատմությունը։ Բնականաբար նրանք չէին կարող չբամբասել, և այդ ամենը Վռամը լսում է, որ նրանք հեգնում ու վիրավորում են նրա ընտանիքին, բամբասում ու հատկապես այն բանից հետո, երբ նրանք տալիս են Նարեի անունը, Վռամն ուղղակի չի կարողանում իր զայրույթը զսպել։ Վռամն, ով մինչ այդ հանդարտ էր, մի պահ պարզապես պայթում է, նրա մեջ հավաքված բոլոր վիրավորանքները, Սաքոյի ու Հայկի մասին խոսակցությունները, ընտանիքի ներսում ստեղծված ճեղքերը հաջորդում են մեկը մյուսին, և նա կանգնում է նրանց դեմ մեկի փոխարեն մի քանի հոգու դիմաց։ Կռիվը դաժան է, Վռամն ուժերից զուրկ չէր, բայց տղաները նենգության են դիմում։ Նրանցից մեկն ուղղակի շշով հարվածում է Վռամի գլխին, ինչից հետո Վռամը հայտնվում է գետնին։ Հարվածը ճակատագրական էր։ Վռամը տեղում կորցնում է գիտակցությունը։ Նրան տանում են հիվանդանոց։ Ավելի ուշ բժշկի խոսքերը սառեցնում են նրա ծնողներին։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, և որևէ հուսադրող բան հնարավոր չէ ասել։ Սաքոն ուղղակի կանգնած է, հոգեբանորեն կոտրված, Նարեն սարսափից ձեռքերն է դողդղացնում։ Նա մտքում հավանաբար իրեն է մեղադրում։ Եթե չլինեին խոսակցությունները, եթե չլիներ այն ամենն, ինչ կատարվում է իր ընտանիքի շուրջ, ապա Վռամի հետ ոչինչ չէր պատահի։ Լիլիթը պատահաբար Սոնայի հետ խոսակցության ժամանակ տեղեկացնում է, որ Վռամը հիվանդանոցում է։ Բնականաբար այս նորությունը Սոնային շոկի մեջ է գցում։ Նա արտասահմանում էր, փորձելով հեռու մնալ անցյալի ցավերից, սեփական զգացմունքները հավաքելու համար, բայց Վռամի անունը լսելուն պես նրա աշխարհն ուղղակի կանգ է առնում։ Սոնան առանց մտածելու թողնում է ամեն ինչ ու վերադառնում, անկախ նրանից ինչ հեռավորության վրա է, ինչ պլաններ ու աշխատավայր ունի, ինչ խնդիրներ ունի իր կյանքում։ Մի բան հստակ է՝ նա չի կարող Վռամին թողնել մահվան ճիրաների մեջ միայնակ։ Նա վերադառնում է։ Երբ հասնում է հիվանդանոց, Վռամն անգիտակից է։ Բժիշկներն ասում են, որ նույն վիճակն է։ Սոնան մտնում է հիվանդասենյակ։ Վռամը հավանաբար ցավոտ լռության մեջ է ընկղմված։ Սոնան նստում է կողքին, դանդաղ բռնում նրա ձեռքը։ Մի պահ, շատ թույլ, բայց նկատելի, Վռամի մատերը հավանաբար շարժվում է, ինչպես լինում է սովորաբար հեռուստասերիալներում։ Եվ այդ պահին ինչպես Սաքոն, այնպես էլ նրա ընտանիքի անդամները հասկանում են, որ Վռամի կյանքի ամենամեծ դեղը հենց Սոնան է։ Քանի դեռ Վռամը պայքարում է կյանքի համար, նոր թեժ լարվածություն է ստեղծվում։ Ովքեր էին այդ տղաները, ովքեր հարձակվել էին Վռամի վրա։ Արդյոք այդ կերպ ուզում էին վրեժ լուծել Սաքոյից, թե սա ընդամենը պատահական կռիվ չէր և կազմակերպված հարձակում էր։ Հայկը, ով լսում է տեղի ունեցածի մասին, բնականաբար շոկի է ենթարկվում, իսկ Սաքոն ու ոստիկանությունը առաջինն, ում կասկածում են, հավանաբար Հայկն է։ Դե ինչ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Սոնայի ձայնը լսելուն պես Վռամը վերջապես բացում է աչքերը։ Նրա առաջին հայացքը հենց Սոնային է ուղղված։ Այդ պահը, որին սպասում էին բոլորը, դառնալու է սերիալի հաջորդ մեծ շրջադարձը, բայց Վռամի արթնանալով սկսվում են նոր հարցեր։ Ինչու նրանք հարձակվեցին և կռիվ սկսվեց, ինչու հատկապես Նարեի անունը դարձավ այդ ամենի պատճառը։
Եվ առաջիկայում սպասվում է, որ Սաքոյի գաղտնիքը կարող է վերջապես բացահայտվել։ Հայկը սկսելու է սեփական հետաքննությունը պարզելու, թե ինչ է կատարվել իր հոր հետ, քանի որ իր ուսերին արդեն ծանրացել է մեղքի զգացումը, որ այսքան տարիներ նրանք մեղադրել են իրենց հորը, բայց հավանաբար նա օգնության կարիք ուներ այսքան ժամանակ։ Արմոն էլ ինչպես միշտ փորձելու է օգտվել իրավիճակից իր նպատակներին հասնելու համար։ Նարէն կանգնած է երկու ճակատագրական որոշումների միջև, իսկ Սոնան ու Վռամը կրկին կանգնած են կյանքի ու մահվան սահմանագծին, այս անգամ միասին։ Դե ինչ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոնային մարմնավորող դերասանուհի Թամի Սահակյանը ներկայացումների շրջանակներում մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնականաբար նրա մասնակցությամբ տեսահաները պետք է հանվեին հեռուստասերիալից, կամ պետք է կերպարն ավարտվեր, կամ ինչ-որ ժամանակ հետո նորից սկսվեր։ Իսկ հեռուստասերիալի սցենարիստը որոշում է, որ կերպարին դադար է տալու և Սոնան մեկնելու է արտերկիր հասկանալու համար, թե ինչ է կատարվում իր զգացմունքների հետ և վերադառնալուց հետո շարունակելու է նկարահանումները։ Եվ այդպես էլ եղավ։ Թամի Սահակյանը վերադարձել է հայրենիք ու անմիջապես մեկնել նկարահանումների, իսկ շատ շուտով նրա մասնակցությամբ տեսահաները կհայտնվեն եթերում։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները։